Ողջույն Live News-ի հարգելի հետևորդներ, եթերում երկրորդ կարծիքի հերթական հաղորդաշարն է, կարծում եմ բավականին հետաքրքիր հարցադրումներ են հնչելու եւ նաեւ կարելի ասել բացահայտումներ են լինելու։ Հյուրս Այակվե նախաձեռնության անդամ, տնտեսագետ Հրայր Կոմենդատյանն է։ Բարև ձեզ, պարոն Կոմենդատյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Կոմենդատյան, այս տարի հայոց ցեղասպանության, շատերը ասում են Եղեռնի, բայց իրոք ցեղասպանությունը ցեղասպանության 110-րդ ամյակն էր եւ ի տարբերություն 100-ամյակի այն մեծ շուկով չնշեցինք, որովհետեւ պետական մակարդակով, իշխանությունների մակարդակով առանձնապես ոչինչ չէր կազմակերպվել։ Գիտենք ինչու, որտեղ այս իշխանությունները գնում են Թուրքիայի հետ բարեկամանալու ճանապարհով, մեզ ասում են առանց նախապայմանների, բայց մենք գիտենք, որ լավ էլ Թուրքիան նախապայմաններ է դրել եւ հիշում ենք հայ-թուրքական արձանագրությունները, երբ որ Թուրքիան հրաժարվեց առանց նախապայմանների բացել սահմանները եւ ընդհանրապես ստորագրել այդ արձանագրությունները։ Ինչ է փոխվել հետաքրքիր է, որ հիմա պետք է առանց նախապայմանների գնալ, ինչևէ եւ դուք վերջերս այդ թեման եք արծարծում եւ բարձրացնում, որ մենք Թուրքիայից հսկայական նաև ֆինանսական պահանջներ ունենք եւ այս իշխանությունները փորձում են չեզոքացնել նաև այդ պահանջը, նաև հետագա սերունդներին հնարավորություն չտալով, որպեսզի այդ սերունդները իրենց նախնիների կորստի դիմաց ստանան այդ գումարները։ Խնդրեմ, ինչի մասին է խոսքը, ինչ գումար է եւ արդյոք իրատեսական է երբևէ հասնել այդ գումարը ստանալուն։ Գիտեք, Թուրքիան միշտ չէ, որ հզոր պետություն եղել, ինչպես հիմա, եւ կարելի ասեմ մերձավոր արևելքում որոշակյոն հակակշռում է Պարսկստանին, Իրանին 19 թվականին, երբ առաջին համաշխարհային պատերազմի ավարտին հաղթող երկրները ծնկաչոք եւ նսեմացրած, ստորացրած մասնատման եզրին գտնվող Թուրքիային իհարկե բերեցին պատասխանատվության դաշտ։ Հաղթող երկրները հասկանում էին, որ բացի թուրքերի եւ այլ երկրների գործած բարբարոսություններից բացի այդ բարբարոսությունների մեղքի, այսպես ասած, սուբյեկտ են դարձել նաեւ առանձին ժողովուրդներ, այդ թվում հայ ժողովուրդը։ Նրա արևմտյան եւ արևելյան հատվածներում թուրքերը մոտավորապես 1,800,000 մարդու աքսորեցին, սպանեցին, գողացան, խեղդեցին, սովամահության մատնեցին, պարզապես սրախոխող արեցին, էլ չեմ ասում մեր մնացած մշակութային արժեքների գրպանման մասին, չեմ ասում հարյուրամյակներով շարունակ հայկական եկեղեցիներում հավաքված տասնյակ հազարավոր ձեռագրերի, թանկարժեք ձեռագրերի մասին։ Թուրքական կողմը փախնելու տեղ չուներ։ Երբ Հարզի կոնֆերանսում ստեղծվեց նրան կից հանձնաժողով եւ հանձնաժողովը բավականին ներկայանալի էր։ Այնտեղ էին ամերիկյան գնդապետներ, բրիտանական գնդապետներ, քաղաքացիական ադմինիստրացիայից ֆրանսիական նաեւ եւ ուսումնասիրեցին հարցը եւ հասկացան, որ իրենք բախվել են մի ծանրագույն խնդրի։ Իրանք բախվել են մեկ ամբողջ ժողովրդի ոչ միայն բնաջնջման հետ, փաստի հետ, նրանք բախվել են փաստորեն այս ժողովրդի ունեզրկման եւ պետական մակարդակով թալանի գողության դեպքի հետ։ Ուսումնասիրությունները շարունակվեցին մոտավորապես 2-3 ամիս, ահռելի ծավալով այս ժամանակ նրանք համագործակցեցին եւ թուրքական պետության հետ, որը շատ կարեւոր է, դեռևս գոյություն ունեցող, դեռևս Քեմալ անունով այդ թուրքը դեռևս չկար։ Եվ նրանք համագործակցեցին եւ թուրքական իշխանությունների հետ, համագործակցեցին հայկական գաղթուչախների, հայկական երևելիների հետ, առանձին երևելիներ կային, որոնք մասնակցում էին այդ կոնֆերանսին, կոնֆերանսի աշխատանքը եւ հսկայական նյութ տվեցին այդ հանձնաժողովին։ Հանձնաժողովը մոտավորապես այդ աշխատանքից 3 ամսյա հետո եկավ եզրակացության եւ որոշակի թվեր արդեն հրապարակեցին նախնական։ Այդ թվերով պարզվեց, որ Արևմտյան Հայաստանում հայկական քաղաքացիների, հայ էթնոսի պատկանող քաղաքացիների վնասները կազմել է մոտավորապես 14.5 միլիարդ ֆրանկ ֆրանսիական, իսկ Արևելյան Հայաստանում, այսինքն Ռուսա Հայաստանի ժամանակի
Այնտեղ վնասները կազմել են հայ քաղաքացիների մոտավորապես 4.5 միլիարդ նորից ֆրանսիական ֆրանկ։ Այսինքն գույքագրվել է այդ ամենը։ Այո, գույքագրվել է եւ այդ գույքագրումը հետաքրքիր մի պլաստարմ է հարց առաջ տանելու համար, որովհետեւ թուրքական պետությունը եւ հայկական ջարդերին, հայերի ցեղասպանությունը ոչ միայն ծրագրավորած, այլև իրականացնող այդ պետական միավորումները, ընդհանրենք աշխարհազորները, տարատեսակ որոշակի քրդական կամ թուրքական, չերքեզական, այս ամբողջի աշխատանքը, նրանք ճիշտ է կոտորեցին, ցեղասպանեցին, հայկական էթնոսը վերացեցին պատմական հայրենիքից, պատմական, պետք է սա մենք շեշտենք, պատմական եւ իրական, նա իրական Հայաստան էր։ Եվ այս անձնավորությունները փաստացի կատարել մի գործ պետական։ Նրանք հայկական էթնոսին պատկանող քաղաքացիների դեպորտացիան եւ ցեղասպանությունը իրականացնելու ընթացքի մեջ հայկական գույքերը պետականացրել էին։ Այո, հայկական գույքերը պետականացրել են եւ հայկական ոչ միայն բնակարանները, շենքերը, դրա մեջ մտնում են հողահանդակներն են մտնում, դրա մեջ մտնում են անտառներ են, գետեր են, լճեր են, ընտանի կենդանիներ, այո։ Ամեն ինչ հաշվարկել էին, դրա մեջ մտնում են նաեւ Թուրքիայի մայրաքաղաքում հիմնական շահութաբեր այդ շենքերի զգալի մասը, դրանց մեծ մասը պատկանում են հայերին։ Եվ այս ամենը բռնագրավեցին, այս ամենը ցուցակներով են բռնագրավել, այս ամենը պետականորեն կազմակերպված է բռնագրավումը կատարել, եւ եթե հիմա թուրքական կողմը, որը որ միշտ չի ընդունել ցեղասպանության այս թեման եւ պատասխանատվությունը իր վրա միշտ փորձել է թափել, տարատեսակ մեքենայնություններով, տարատեսակ բիրտ իրենց գործելավոճով, բայց կա հստակ մի բան։ Լավ, եթե դուք չեք ընդունում մարդկանց ցեղասպանության փաստը, դուք ինչ որ աքսորի պետական միջոցառման, ինչ որ այս տարատեսակ, ինչ որ հիմարագույն բացատրություններ եք իբրտ ուզում տակ, բայց դուք պետք է վկայեք, որ այո, այս գույքը չկա, տերերը չկան, բայց գույքը կա եւ դուք գույքը բռնագրավել եք, հափշտակել եք, գողացել եք, ունեզրկել եք։ Հիմա այս իմաստով մոտավորապես դա 20 միլիարդ ֆրանկ էր կազմում ֆրանսիական, համադրելի գներով, եթե մենք դա տեղափոխում ենք, վերացում ենք ներկա եվրոպական միասնական արժույթի եվրոյի, դա կազմում մոտավորապես 77 միլիարդ եվրո։ Հիմա 77 միլիարդ եվրոյի մենք ասում ենք, սա իհարկե նախնական է։ Հանձնաժողովը այդ 3 ամսվա ընթացքում այդ կարճ ժամանակահատվածին չէ կարող ամբողջովին այդ նյութերը տալ։ Դրա հետ միասին թուրքերը բնականաբար փորձելու են իրենց մեղսագործությունների այդ հետքերը թաքցնել, որ նրանց մոտ կարծեմ ազգային որոշակի բնութագիր է այլևս դարձել։ Այդ թաքցնելը, ուրանալը, խաբելը, տարատեսակ մեքենայնությունները դա նրանց գործելավոճն է հիմնական։ Հիմա նախնական դա 77 միլիարդ եվրո է, բայց առանցին հետազոտողներ այս թեմայով կատարել են աշխատանքներ եւ կարծես թե գումարը նույնիսկ 100 միլիարդից է անցնում։ Բայց մի կարևոր հանգամանք կա, երբ որ մենք ասում ենք 100 միլիարդ, դրա մեջ մենք մեր հարստություններ կան ազգային, մեր պատմական հիշողությունը, իհարկե դրանք փողով չեն գնահատվում։ Իհարկե այստեղ հաշվառված չէ մեր թանգարաններում ունեցած մեր ունեցվածքը, հայ էթնոսին պատկանող տարատեսակ եկեղեցիների կարասիները, էլ չեմ ասում ապահովագրական ընկերություններում, ֆինանսական ընկերություններում հայերի ունեցած մասնակցությունը, երբ որ համընդհանուր էթնիկ կերպով նրանք կատարում են գողություն, թալան, ավազակություն, ունեզրկում եւ սպանություն, նրանցից ոչ մեկը չի խորշել գողանալու պահտված ոսկին, գողանալու արժեթղթերը, գողանալու փայերը առանձին ձեռնարկությունների մեջ եւ այս իմաստով այդ 100 միլիարդի մասին երբ որ մենք զրուցում ենք, դա նույնիսկ փոքր թիվ է, բայց այստեղ կա մի յուրահատկություն։ Թուրքական կողմը Հայաստանի հետ հարաբերվելու ընթացքում որպես կանոն փորձում է խուսափել հարցից եւ ընդհանրապես մեջտեղ չի բերում այդ ունեցվածքների իրային այդ պարտավորությունների հարցը,
բայց մենք պետք է հարց բարձրացնենք։ Այո, նրանք ամենքին խուսափելու են։ Վերջերս ինձ հարցեցին, կարծեմ մի զրույցի ընթացքում, թե դուք ինչ հույս ունեք, որ Թուրքիան դա ընդհանրապես կվերադառնի այդ գումարը։ Ես չեմ հանդիպել քաղաքական պատմության մեջ, քաղաքական պատմագիտության մեջ մի դեպքի, եւ որևէ հանցագործ կուսակցություն կամ հանցագործ պետություն, որպեսզի այդպեսին հիմա Թուրքիան է, այս հարցի հետ կապված եւ ոչ միայն այդ հարցի հետ կապված, որովհետեւ նմանունակ խնդիրներ նրանք հույների հետ էլ ունեն, ասորիների հետ էլ ունեն։ Չեմ հանդիպել նման մի սուբյեկտի, ով գա դատարան եւ ասեր, ես սխալ եմ կատարել, ես պատրաստ եմ սա կատարել, փոխհատուցել։ Փոխհատուցման պահանջը դա կա, փոխհատուցման պահանջի շուրջը մենք պետք է խոսենք անընդհատ, որովհետև եթե մենք թուրքերի հետ եւ նրանց սատելիտների հետ, արբանյակների հետ մենք այս թեման չենք բարձրացնում, նրանք ավելի աշխուժ կերպով բարձրացնելու են Հայաստանի հետ կապված ինչ որ տուգանքների հարց, տարատեսակ հայցերի առաջ բերելու եւ հայկական իրականության մեջ հայտնվելու մի բան, որ երբ որ մեզ են բարկ, երբ որ այդ նախապայմանների հետ կապված աշխատանք չի տարվում, չէ, մի բան ստացել որ իրականում մենք ենք նրանց բարկ, ոչ մենք պետք է աշխատենք, մենք այդ գումարները պետք է Թուրքիային պարտադրենք, ընդ որում այդ գումարը Թուրքիայի համար կարելի ասել շատ մեծ գումարել չէ, որովհետեւ թուրքական բյուջեն մոտավորապես 800 միլիարդի կարգի է, չէ, դա ընդհանուր նրանց 1 տարվա բյուջեի 10%-ն է, այսինքն ցանկության դեպքում, եթե նրանց կողմից կար այդ Կովկասում հաշտության հասնելու, Կովկասում բարի դրացիական հարաբերությունները ձևավորելու որոշում խնդիրի լիներ, նրանք դա կանեն, նրանք պարզապես 11-րդ դարի սկզբից, երբ որ նրանք թափածեցին Ալթայից եւ Միջին Ասիայից, թափածեցին Անդրկովկաս, այդ ժամանակվանից նրանք ունեցել են մեկ որոշում, հայկական էթնոսին դուրս մղել մեր իրական հայրենիքից եւ մեր պատմական հայրենիքից եւ նրանք դա մեթոդաբար իրագործել են, եթե նրանք իրագործել են, մենք ինչի մեր կռվաները չունենանք։ Այո, թուրքերը պարտավոր են եւ ես իմաստով ես մի բան ասեմ, սա մենակ իմ ցանկությունը չէ, որպես հանրային գործիչ, որպես քաղաքական կողմնորոշում ունեցող անձ դա միայն իմ հարցը չէ, սա 3 միլիոն հայ քաղաքացիներին վերաբերող հարցն է։ Եվ 3 միլիոն քաղաքացիների, երբ որ հաշվարկով անում ենք, կարծես ստացվում է, որ ամեն մեկ հային, Հայաստանի Հանրապետության ամեն մեկ քաղաքացու թուրքական պետությունը առնվազն պետք է փոխհատուցի մոտավորապես 30,000 եվրոյի կարգի գումար ոչ պակաս։ Հիմա այս թեմայով կոպիտ հաշվարկ չէ, որովհետև մենք հիմա կազմել ենք մասնագետների խումբ են կազմել, այս թեման շատ խորը բազմապլանային, բազմաշերտ ուսումնասիրության է ենթարկում եւ այս թեմայի հետեւից մենք գնալու ենք, որովհետեւ սա մեր էթնոսի թեման է, սա պարտքի հատուցումն է եւ ունենալով նման լարված փոխհարաբերություն անընդհատ տարատեսակ պայմաններ առաջադրվող, այսպես քաղաքական առևտուր, այս քաղաքական հարաբերության մեջ ինչի մենք չունենանք մեր կռվանը։ Այդ կռվանը կոմենդատյան, ինչու մինչև այսօր չի պարտադրվել, հա, ասում եք, որ Ֆրանսիայի որոշում է կայացվել, որ այդ փոխհատուցումը վճարի Թուրքիան։ Ինչու մինչև այժմ այդ պարտքը վճարված չէ եւ եթե միջազգայինորեն հնարավոր չի եղել Թուրքիայի վրա լծակներ կիրառել, ապա հիմա ինչու եք այդքան լիահույս, որ նպատակային կլինի։ Նայեք, հարցը առաջացավ այն ժամանակ, երբ քաղաքական երկխոսությունը Եվրոպայում կարելի ասել դեռևս զարգացման ընթացքում էր։ Վուդրո Վիլսոնի այդ վճռից հետո Սևրի պայմանագրի որոշակի դրույթների այսպես ցախողումից հետո թուրքական կողմը հասկացել էր, գոնե թուրքական զինվորականությունը հասկացել է, որ նրանք ունեն մեկ եղանակ, մեկ ճանապարհ, մեկ ուղի, որովհետեւ այս գումարներից, այս ռեպարացիաներից, այդ մասնատումից փրկվեն, եւ դա թուրքական այդ քեմալական շարժումներ եւ հայեր բախտես մաստով չբերեց, որովհետեւ քեմալական հաղթանակը հույների նկատմամբ Անատոլիայում եւ հետագայում Իզմիրի գրավումը եւ Իզմիրում հայերի եւ հույների մասսայական բնաջնջումը ծովում խեղտելու միջոցով մարդկանց 10,000 մարդկանց ծովում պարզապես խեղտեցին թուրքերը։ Հիմա այս քեմալական հաջողությունը չի նշանակում, որ թեման փակվել է։
Այո ժամանակին քաղաքական որոշակի դերակատարներ իրենց մերկանցիլ շահերից ելնելով արևմտյան Եվրոպայի երկրները նրանք հրաժարվեցին կարելի ասել Սևրի պայմանագրի դրույթների վերջնական իրագործումը եւ դրան օժանդակեց Կարմիր Ռուսաստանը այս սատանա Լենինի գլխավորությամբ, որ Քեմալին զենք, զինամթերք, ոսկի եւ պարենամթերք էր մատակարարում, դա հնարավորություն տվեց թուրքերին պարզապես Սևրի պայմանագիրը դարձնել թուղթ եւ հրաժարվել եւ ռեպարացիաներից եւ Հայաստանի հետ կապված բազմաթիվ այլ հարցերից։ Հիմա ինչու ենք մենք սրան անդրադառնում։ Արդյոք հույսեր կան։ Գիտեք ցանկացած process, եթե նա դուք մտքում չես ունենում հաջողության հասնելու քո ճանապարհը, որ պետք է նաև մաքարման, հետազոտության, աշխատանքի ճանապարհ լինի, չէ, ներառական։ Եթե դու չես ուզում հասնել դրան, դու այդ process-ը պետք է չսկսես։ Այո, մենք այդ process-ը պետք է սկսենք, այո, թուրքերը մեզ պարտքեն եւ հայկական էթնոսին պետք է փոխհատուցեն։ Հասկանալի է։ Աստված առաջ իհարկե, չգիտեմ, այս իշխանությունների օրենք դժվար թե այդպիսի բան լինի, բայց եթե կան այլ իշխանություններ, հնարավոր է դուք նորից այդ հարցը բարձրացնեք եւ համագործակցելով իշխանությունների հետ, չգիտեմ, ինչքանով է իրատեսական, ինչի կկարողանանք հասնել։ Այս մասով Տիկին Ասլանյան, մի կարևոր հարց կա։ Մոտավորապես 17-18 տարի առաջ առանցին ապահովագրական ընկերություններ եւ ամերիկյան եւ նաեւ ֆրանսիականներ պատրաստում ԱԿՍԱ էր կարծեմ անունը նրանք ապահովական ընկերություն որտեղ հայերը պահիտվել գումարներ որոնք ունեցել են նաեւ պարտատոմսեր այդ ակցիոներական բաժնետիրական ընկերությունների մասնակցության իմաստով նաեւ եւ նրանք ուսումնասիրել էին հարցը եւ հայկական հիմնական սփյուռքում բնակվող բազմաթիվ հայեր փաստաբանների օգնությամբ այդ ապահովական ընկերություններին, որոնք հարյուրավոր տարիների պատմություն ունեն, այդ նրանց արժեվ հայցեր էին ներկայացել եւ մոտավորապես 19.5 միլիոն դոլարի այդ հայցերի բավարարում եղավ։ Բազմաթիվ մարդիկ նաեւ Հայաստանում ստացան գումարներ, բազմաթիվ մարդիկ հիմնականապես փոքր գումարներ, $1000, $1500, $3000 այս կարգի եւ ամերիկյան այդ ապահովական ընկերությունը փոխհատուցումը իրականացեց։ Սա ազդակներից մեկն է, որ իրական այդ իրերի, այդ ունեցվածքի գումարների, սեփականության շրջանառու միջոցների փոխհատուցումը վերջ-վերջո պետք է իրականացվի։ Բայց ֆրանսիական ընկերությունը հավանաբար օգտվել է որոշակի փաստաբանական հնարքներից, այս հարցը կասեցրեց եւ նրանք էլ մոտավորապես մի $20 միլիոն կարգվել նրանց մոտ էր պարտավորություն ձևավորված, նրանք այդ պարտավորությունից կատարելուց հրաժարեցին։ Սա եւս մի ազդակ է, մի ցուցիչ է, թե ինչպիսին են լինում, ենթադրենք մեր եվրոպական բարեկամները, որոնց մասին կարծում եմ մենք կանդրադառնանք նաեւ այդ PayPass համակարգի հետ կապված։ Մի քիչ երևի ծավալվում ենք այս թեմայի մասին, բայց հիշում եմ, երբ որ այս իշխանությունների մոտ այդ հարցը բարձրացվեց ունեզրկված հայերի ունեցվածքը սերունդներին, հա, փոխհատուցելու Թուրքիայի առաջ պահանջ ներկայացնելու, սրանք այսպեսի ձևակերպում արեցին, թե պետականորեն նման պահանջ չի ներկայացվելու, անհատները կարող են դիմել դատարան։ Օրինակ ես ինքս Արևմտյան Հայաստանում Հայաստանի հա բնակիչների սերունդ եմ եւ ես պետք է գնամ դիմեմ ինչ-որ միջազգային դատարաններ պահանջեմ, որ օրինակ իմ տատերի ու պապերի ունեցվածքի համար Թուրքիան փոխհատուցի։ Սա կարող է գործիք լինել, թե առանց պետության աջակցության ոչ մի բանի հնարավոր չէ հասնել։ Գիտեք, մասնավոր կարգվել կարելի է հարցը առաջ տանել եւ իմ հիշատակած այդ աշխատանքային խումբը փնտրում է ուղիները, ճանապարհները, որովհետեւ գիտեք ոնց է Որ ասում են ժողովրդական խոսքը մի ծաղկ ու գարուն չի գալի, բայց մեկ դատական հայցով կարող ես բացել Պանդորայի այն արկղը, որի մեջ այդ գումարներն են, որոնք նրանք հայկական էթնոսին պարտքեն։ Նրանք այդ գումարները պետք է վերադարձնեն։ Այսինքն եթե նախադեպը լինի, արդեն մյուսները կարող են։ Եթե նախադեպը լինի, դա շղթայական տարածման միջոցով նա մի պայթյուն է լինելու, այդ Պանդորայի արկղը բացվելու եւ Թուրքիան պատասխանատու կերպով պետք է հարցը վերջ-վերջո լուծի։ Հավատացեք, որ թուրքական ղեկավարությանը մոտ աղբյուրներ կան, նրանք բոլոր այս թեմայի մասին փայլուն տեղեկացված են։ Փայլուն տեղեկացված են եւ Հայաստանի հետ նրանց այդ վարվող քաղաքականության ծիրում կարծես ընկած է հիմա ուրացումը
մերժումը կամայական արտահայտությունները եւ կամայական դիրքորոշումները։ Հիշում եք 2-3 տարի առաջ նույն թուրքական ղեկավարությունը պնդում էր բազմաթիվ խողովակներով դիվանագիտական, ինչպես չէ նաև հանրային բացահայտումներ պնդում են, որ եթե Արցախի հարցը կարգավորվի ի հօգուտ Ադրբեջանի, իրենց փոքր եղբայր, նույնպեսի ջարդարար պետության, այնակ ասում են, որ Հայաստանի հետ կապված մենք դիվանագիտական եւ հարաբերություններ կհաստատենք եւ ճանապարհներ կբացենք։ Արդեն 2 տարի Արցախը, այսպես ասած, այդ ջարդարար Ադրբեջանի կազմում է հայտնվել ժամանակավորապես իհարկե։ Հիմա ինչի Հայաստանի հետ հարաբերությունները չեն նորմալացնում։ Ինչն է պատճառը։ Պատճառը թուրքական եւ հայկական, այսպես ասած, արխետիպերի տարբերությունն է։ Նրանք երբեք չեն համարում, որ մենք ունենք ապրելու իրավունք։ Նրանք երբեք չեն համարում։ Նրանց ցանկացած այդ դարերը շարունակ նրանց ոչրագործություններով կարելի է բազմաթիվ գրքեր գրել, Թուրքական մի ընդհանուր օրինակ բերեմ, մի զորավար, թուրքական հիմնական ցեղերի առաջնորդներից մեկը, հայկական մի գավառ էին ասպատակել, հրամայել է, որ 2 մետրանոց փոս փորեն ու գերի վերցած հայերին մորթեն, որպեսզի ինքը արյան այդ փոսի մեջ լողանա։ Ինչի մասն է խոսքը։ Թումանյանի ասած Բերանարնոտ մարդասպանական բան 1000 տարի հազիվ դարձավ։ Իհարկե նա այդ պատիժը գտա, որովհետև այդ դեպքից մոտավորապես մի 2-3 ամիս հետո, ինչպես պատմաբաններն են վկայում, նա անասելի ծանր հիվանդություն ստացավ եւ համարը վառվելով մահացավ։ Աստծո պատիժը իհարկե չի կարա էլի նրան չգտնի։ Այո։ Ժամանակը սուղ է, դրա համար այս թեման հետո եթե հարկ լինի նորից մանրամասն հարցեր եթե լինեն, չգիտեմ, այս դիտողների կողմից նորից կանդրադառնանք։ Դուք խոսեցիք PayPal ֆրանսիական ընկերության մասին, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, արդարադատության նախարարություններ, ներքին գործերի նախարարություն։ Այո, հայտարարեց, որ մասնավոր ընկերություն է գալու ֆրանսիական Հայաստան, որը զբաղվելու է ID քարտերի, բիոմետրիկ անձնագրերի տրամադրմամբ, այսինքն այլևս պետությունը դրանով չի զբաղվելու, հա։ Անձնագրային վարչություններ, որ գնում էինք, չգիտեմ, հերթագրվում էինք, եւ վերջապես կարծես թե քիչ թե շատ կարգավորվել էր հերթագրվելու գործընթացը, այլևս չի լինելու եւ փաստորեն ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության բազմահազար քաղաքացիների տվյալները հայտնվելու են ինչ որ ֆրանսիական մասնավոր ընկերության ձեռքում։ Ինչ վտանգներ եք տեսնում այստեղ եւ ինչ որ միտում տեսնում եք, ինչու է պետությունը օրինակ հրաժարվում իր այդ գործառույթից վերջին հաշվով քաղաքացիների իրավունքներն են, հա, այստեղ շոշափում եւ պետությունը պետք է զբաղվի դրանով։ Տարիներ շարունակ զբաղվել են եւ հանկարծ որոշեցին ձեռնպահ մնալ։ Ամբողջ հարցը գիտեք ոնց դիտի դասնեն, որ պետության կողմից վատ աշխատանքը շատ ժամանակ փորձում են քողարկել ինչ որ անհայտ մասնավոր կառույցի հետ աշխատանքի ստարտով։ Պետք է մենք խոստով անենք, որ այս թեմայով վիզաների հետ կապված, անձնագրերի հետ կապված, ID քարտերի հետ կապված մեր պետական ծառայությունները ոչ լիարժեք են միշտ եղել։ Միշտ ձախողվում են, ամիսներով մարդիկ հերթ են կանգնում։ Ես օրինակ հիմա մարդիկ գիտեմ, 3-4 ամիս է ID քարտ ստանալու համար հերթի մեջ են։ Այդ հերթը ոչ առաջ է շարժվում, ոչ էլ հետ է շարժվում։ Այս կարևոր հարցերից մեկն է, որովհետև անձնագիրը դա պետության եւ քաղաքացու փոխգործակցության, համագործակցության ճանապարհի ամենակարևոր ուղեկալն է։ Ուղեկալն է պետությունը փաստացի էլեկտրոնային ամբողջ ծառայությունները մատուցելու բանալին ID քարտն է։ Եվ պետությունը այդ ID քարտի սպասարկումը, սոֆթը, այն մնացած տպագրելը, հանձնելը, այս ամբողջը հանձնում է ինչ-որ մի հատ կազմակերպության, ես ես վստահեցնում եմ, այդ կազմակերպությունը ամենայն հավանականությամբ ֆրանսիական հատուկ ծառայությունների հոգացության տակ է հավանաբար լինելու, որովհետև որևիցե երկրում տրանսնացիոնալ ինչ-որ կազմակերպության կողմից որը կոնցեսիոն, սա կոնցեսիոն բնույթի պայմանագիր է նրանց միջև կնքված։ Կոնցեսիոն բնույթի ցանկացած պայմանագիր որոշակորեն իմպուլս ունի իրենց պետության հատուկ ծառայությունների կողմից։ Այո,
Հայաստանի Հանրապետությունը հանձնում է նրանց այդ ամբողջ գործընթացը, բայց մի խնդիր կա այստեղ։ Բացի բիոմետրիկ տվյալների գաղտնի այդ տվյալների, որովհետև ամբողջ աշխարհը ներկայումս գտնում է այդ բիոմետրիկ տվյալների հետապնդման, այդ բիոմետրիկ տվյալների հավաքագրման ցավի մեջ։ Բազմաթիվ երկրներ դուք լսած կլինեք ձեր գործունեության ընթացքում, որ լինում են արտահոսքեր, մեն այդ արտահոսքերի համար ամբողջական հզոր տնտեսական կառույցներ ենթարկվում են ֆանտաստիկ տուգանքների։ Ֆանտաստիկ տուգանքներ ենթարկվում։ Հիմա բայց կարևոր հարց է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխանության ինչ որ բեկոր, ինչ որ մի մասնիկ հանձնում է այլ երկրի, այլ կազմակերպության։ Այստեղ իհարկե ինքնիշխանության հարց կա։ Վերջ-վերջում մեր պետությունը ինչ է դարձել, մի փոքրիկ սառա է դարձել, ինչ է դարձել, անօգնական ենք, ինչ ենք։ Մեր պետությունը այս ֆունկցիաները ինքը պիտի իրականացնի։ Ինչի մասն է խոսքը, սա տեխնիկական առաջընթացի խնդիր է նաև։ Հայաստանում ինժեներական միտք կա, Հայաստանում ինժեներական կադրեր կան, Հայաստանում կարելի է ամենը հստակ կազմակերպել, բայց չեն անում։ Այստեղ մի խնդիր կա։ Ներկայում գործում է արդեն այդ մեր մոտ եղած համակարգը, որ ժամանակին լեհական կազմակերպության հետ էր այստեղ որոշակի ներգրավվածություն կար, բայց այդ համակարգը գործում է, եւ այս համակարգի մեջ ներառված են IT քարտի հետ սպասարկման բազմաթիվ ծառայություններ, մոբայլ ID-ներ, տարատեսակ անուններով իրենց։ Հիմա այս ամբողջը վերացվելու է։ Եկեք մի հատ հարց տանք, նաեւ արդյունավետության տեսակետից։ Բա այդ գումարները այդտեղ որ ներդրվել է պետական էլեկտրոնային կառավարման, ինչու է այդ գումարները ներդրվել, եթե դուք որոշելու եք, որ ինչ որ մի ժամանակ անց այս ծառայությունը, որի վրա պետական փող է ծախսվել, թանկ փող է ծախսվել, հարկատուների փողն է ծախսվել, ինչու եք հրաժարվում այս ծառայությունները իրականացնելուց, շարունակելուց, ինչ ֆրանսիական կազմակերպություն, հայկական ինժեներական միտքը դա հստակ կարող էր անել եւ ընդդեմ գաղտնիության մակարդակը բավականին բարձր կներ։ Եվ ես ասեմ, եթե հայկական ինժեներական միտքը լիներ, նաեւ անվտանգության, այսպես ասած, թույլատրելի ֆիլտր ունենալու պարագայում դա դավաճանության հետ կառնչվեր, եթե որևիցե մեկ այդ տվյալները ընդհանրենք լցներ, ոնց որ ռուսերեն սլիվաներ, որևէ երրորդ կողմի։ Հիմա պետականորեն գնում են ստորագրում մի պայմանագիր ու հրճում են այդ պայմանագրից, երբ որ բիոմետրիկ մեր տվյալները հայտնվել ինչ-որ կազմակերպության ձեռքում։ Հիմա որպես քաղաքացի, չէ, բնականաբար հարց կառաջանա, հա տվել են ինչ։ Այդ բիոմետրիկը որ եղավ է ընդհանրեք, ինձ ինչ վնաս է դա լինելու։ Ես դες ասեմ վնասը ինչի մեջ է լինելու։ Քաղաքացիների զգալի մասը, մարդիկ հատկապես որ ունեն բիզնես հետաքրքրություններ ճանապարհության ընթացքում, որ եվրոպական բանկ մտան, որտեղ նրանք այդ ID քարտ օգտագործեցին, որտեղ իրենց անձնագիրը օգտագործեցին, նույն պահին այդ տվյալը նրա այցելության, նրա հետ կապված, որ բանկի հետ կապված, որ ֆինանսական կազմակերպության հետ կապված, ինչ գործարք եղավ, այս գործարքի մասին անոնսը հայտնվելու է այդ ֆրանսիական կազմակերպության սերվերներում, շտեմարաներում։ Ինչի է դա բերելու, ես ասեմ, դա վերահսկողության հարց կա։ Դա ինֆորմացիայի տեղեկատվության ուսումնասիրություն է լինելու եւ բնականաբար այդ անձինք ովքեր որոշակի մի քանի անգամ կգնան ենթադրենք այդ ֆինանսական հաստատություններից կօգտվեն, այս մարդիկ հայտնվելու մանրադիտակի տակ հայտնվել դեպքում նրանց մասին, նրանց վերաբերյալ, նրանց ֆինանսական գործարքների վրա ինֆորմացիան Հայաստանին չի փոխանցելու։ Նա փոխանցել է ֆրանսիական հատուկ ծառայությունների համար մարդ հավաքագրելու ամենակարճ ճանապարհն է։ Խնդրեմ, տեսնում եք, որտեղից որտեղ հասանք։ Իդեպ շրջանառության հարկի հետ կապված, փոփոխությունների հետ կապված, բարբերաբար տնտեսվարողները հավաքում են կառավարության շենքի մոտ, բողոքի ակցիաներ են իրականացնում, ինչ որ հանդիպումներ են լինում, բայց շարունակական այդ գործընթացները մեզ գալիս են ասելու, որ ոչ մի բան չի փոխվում այդ հանդիպումներից, տնտեսվարողները նորից դժգոհ են մնում։ Ինչու է խուսափում մանավանդ այս նախընտրական շրջանում իշխանությունը ինչու է խուսափում օրինակ լսել տնտեսվարողներին, ես հիշում եմ նախորդ իշխանությունների ժամանակ էլ էին լինում, բայց հետո որոշակի այսպես քննարկումներից, հանդիպումներից հետո կարծես թե գոհացած հեռանում էին,
այդ մարդիկ այլևս չէին շարունակվում։ Ես ինքս մի քանիսը լուսաբանել եմ։ Բայց հիմա բարբերաբար այդ մարդիկ դժգոհ են, որքանով են տեղի նրանց դժգոհությունները եւ հանդիպումների արդյունքում ինչ որ մի բան փոխվում է։ Հանդիպումների հետ կապված ասեմ, որ մոտապես արդեն 3-րդ ամիսն է շարունակում են այդ հանդիպումները, ընդհանուր ձևաչափերը անդադ փոխվում են։ Ձևաչափերը փոխվում են, մարդիկ անկեղծ միամտորեն հավատում են, որ իշխանությունների հետ հնարավոր ինչ-որ դիալոգ ունենալ եւ այդ դիալոգի ընթացքում որոշակի հարկային դրույթներ, որոնք բավականին խիստ են, փորձում են մեղմացնել։ Բնականաբար նրանք մտածում են իրենց տնային տնտեսության արդյունավետության բարձրացման մասին։ Մենք ունենք այստեղ երկու խնդիր, կարևորագույն երկու խնդիր։ Այս իշխանությունը տնտեսապես սնանկ է։ Նրա վրաց քաղաքականությունը այլևս չի բերում հարաճուն միջոցներ պետական բյուջե։ Այս իշխանությունը տապալել է տնտեսական ամբողջ գործընթացը։ Այո, սա տապալում է, որտեղ ցանկացած հարկերի բարձրացում դա չի նշանակում այն հարկերի բարձրացում, դա նշանակում է գների բարձրացում։ Այո, այս իշխանությունը գնում է գների բարձրացման ճանապարհով։ Հիմա դուք ասեք, ինչու համար շահը որն է։ Շահը հետևյալն է. ինչքան գները բարձր կլինեն, այնքան բարձր գներով ապրանքներից ավելի շատ հարկ կգա պետական բյուջե։ Հիմա կասեք, բայց պետական բյուջեն օգտագործվում է ժողովրդի համար, պետության համար։ Ես ձեզ կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ, որ պետական բյուջեի միջոցները չեն օգտագործվում հանրության համար, նրանք փոշիացվում են, մսխվում են, եւ այս իմաստով մի հետաքրքիր փաստ կա։ Այս 2-3 օր առաջ ձեզ կրտուկ եղավ Նորքի թաղապետարանում, ընդորում չեմ ուզում ոչ մեկին որակավորում տամ։ Բայց մենք պետք է այդ անձերից վերանանք, կարևորագույն հարցը, որ այս ամեն ինչի հիմքում ընկած էր, դա սուբվենցիայի հարցն էր։ Դա պետական միջոցների հարցն էր, որովհետև այս մարդիկ գնացել են ինչ-որ թերությունների են արձանագրում, այն կողմը, որ այդ թերությունները արձանագրված թերությունները, որոնք ակնհայտորեն կային, դրա նկատմամբ պետք է վերահսկողություն իրականացնել, այդ նրանց անձնական հարցերը մի կողմ, բայց թեման դա պետական բյուջեի միջոցների փոշիացումն է։ Հիմա նայեք, երկրորդ հարցը, այս իշխանությունները մի գործելավոճ ունեն, նրանք անընդհատ բոլորին ուզում են կռվացնել իրար դեմ։ Բոլորին։ Մանր բիզնեսի հետ կապված, երբ որ ասում են հարկերը բարձրացնենք, չէ՞, ասում են բարձրացնում ենք, որովհետև դուք չունեք ձեր ծախսերի, ձեր ձեռքբերումների համապատասխան վավերագրերը եւ փաստաթղթերը, հաշիվ ապրանքագրերը։ Եվ մենք ձեզ ասում ենք, գնացեք խոշորների հետ, իրենց վերահսկեք եւ խոշորներին պարտադրեք, որ ձեզ հաշիվ ապրանքագրեր, հաշիվ բեռնագրերով ընդհանրենք ապահովեն, որպեսզի դուք նվազեցումներ կատարեք։ Լավ, դուք պատկերացնում եք մի իրավիճակ եւ ընդհանրենք 500 անուն ապրանք ներկրող խոշոր օլիգարխ, որ բոլորը փալուն ճանաչում են, երբ որ նրա կաբինետը մտնում մի փոքրիկ կրպակի տերը, ու ասում է, ես պահանջում եմ, որ դու իմ հաշիվ ապրանքագրերը տաս։ Լսեք, դրա համար կա պետական համապատասխան ծառայություններ, որոնք կոչված են օպերատիվ հետախուզական այդ միջոցառումներ իրականացնելու լիազորություններով, եթե դուք չեք կարողանում աշխատել, այդ խեղճ ու կրակ մարդկանց ում վրա է քսի տալիս։ Հիմա գիտեք ոնց է, բաժանիր եւ տիրիր այս գործելավոճը հստակ կա եւ գիտեք ոնց է, մարդկանց անընդհատ փորձում են խաբել։ Հունվարի 1-ից հավաքվեցին կառավարության նիստի ժամանակ, քննարկեցին, որ գիտեք եկեք հարկը բարձրացնում ենք, բայց օժանդակում եք։ Այդպես բան ոչ միտեղ չկա։ Բարձրացումը նշանակում է պայմանների վատթարացում։ Սրանք ասում են բարձրացնում ենք, բայց ձեզ օժանդակում ենք, բա եկեք այս ցանկը ներկայացրեք, այս լուծումը ներկայացրեք, այս մեծ թուղթը մոտապես 5-6 կետանոց թուղթ, ուշադրություն։ Եվ ասում են, որ հարկի այս գումարը մոտապես 2 եռամսյակի համար կստանաք մեր կողմից արտոնություն։ Ում եք խաբում։ Այդ չբարձրացնեք 2 եռամսյակ։ Միանգամից հուլիսի 1-ից այդ դրույթները ներդնեիք, բարձրացնում են ամբողջ հույսը գիտեք որ նա որ սրանք փորձում են անդադ խաբեն,
տակից մի կերպ դուրս գան, հարցից խուսափեն, հարցից հեռանան, հարցը գցեն ժողովրդական ասած կտուրը գցեն այս հարցը, փախնում են հարցերից։ Այդ մարդկանց հարցից տալը մարդը հարցից փախնում է։ Մարդը օրինակ եմ ցանկանում բերել, երեք օրինակ էկոնոմիկայի նախարարը հայկական դրոշի հետ ողջագուրված մի պաթետիկ մի հատ բան էր գրել։ Բա անցյալ տարվա թե նախանցյալ տարվա ես չիմամ արդեն այն մեր թվարկությունից առաջ թվերի հետ էլ է դա ինչ որ համեմատություն անդադ ուզում ներկայացնի։ Բա աշխատողների քանակը 40,000-ով ավելացել է։ Վստահ եղեք, որ այդ թիվը հաստատ սխալ է։ Վստահ եղեք։ Հիմա ես մի հարց տամ։ Եթե երկրում արտահանում, այսինքն աշխատող ճյուղը մոտավորապես 40-ից 60% առանձին ճյուղային միավորներում անկում է ապրել։ Եթե անկում է ապրել, արդյունաբերական արտադրանքի ծավալը միայն 2 ամսվա համար 25 թվականի, 24 թվականի հետ համատեղ մոտավորապես 20% անկում է ապրել։ Եթե այս կարգի անկումներ կան, ինչ աշխատատեղերի քանակի ավելացում մասն է խոսքը։ Ինչ է ում եք խափում։ Այս մարդիկ, գիտեք, մի ինչ-որ մի հանձնառություն է իրենց վրա վերցրել, որ ցանկացած վատ գովերք են, դիֆարանտներ անեն, ու գիտեք հարցը որն է։ Մեկը տնտեսական օրենքները բոլորիցս ուժեղ են։ Նրանք մեր կամքից, իշխանությունների կամքից անկախ գործում են, եւ տնտեսական օրենքները բերում են ամեն ինչ իրենց տեղը։ Այո, եւ այսօրվա մեր կյանքն էլ խոսում է դրա մասին, հա, երբ որ ամեն ինչը թանկացել է, սպառողական շուկան գնալով նեղանում է, որտեղ մարդիկ գումարներ չունեն այլևս ծախսելու, տնտեսվարողների մանր, հա, տնտեսվարողների հիմնական մասին է խոսքը, թիվը կրճատվում է եւ կարծում եմ այս օրենքի ներդրումից հետո շատ տնտեսվարողներ պարզապես կհեռանան շուկայից կամ ստվեր կանցնեն։ Դե ստվեր անցնելը երևի հարցերի լավագույն լուծումն է, կարծես արդյունավետ առանց արտագաղթի։ Մի խնդիր կա, Տիկին Ասլանյան, աշխատող մարդը իշխանությունների կողմից, պետության կողմից անընդհատ ընկնում է հարվածների տակ։ Տարատեսակ տեղական տուրքերը, մի փոքրիկ կրպակի եւ խոշոր հանրախանութի խմիչքի, սիգարետի վաճառքի արտոնագրային այդ վճարները տեղական ինքնակառավարման մարմիններին, բյուջեներին համարյա հավասար են։ Անընդհատ աշխատավորները ենթարկվում պրեսինգի, անընդհատ հարվածների եւ ֆիսկալ բնույթի եւ այդ հարկերի, տուրքերի հետ կապված, բայց այս պետությունը չասեն, բայց իշխանությունները մի յուրահատուկ սեր ունեն պարտքի տակ ընկած, չաշխատող, պարտքերը չվճարող, վարկ վերցնող, վարկը գցող, վարկից փախնող, վարկի հետ կապված դահակներով ծանր բռնված մարդկանց հետ։ Դրանց ինչ են ասում։ Ասում են եկեք, գնացեք ձևակերպեք, այդ կարգի մարդիկ են ձևակերպել, որ հիմա այդ թիվը ասում են ավելացել է աշխատողների քանակը։ Ասում են եկեք գնացեք ձևակերպեք, այն գումարը եկամտային հարկը, որ ձեր գործատուն պետք է վճարել պետությանը, պետական բյուջե, մենք պետական բյուջեից կտանք բանկին, մենակ քո պարտքը փակենք։ Լսեք, 71%-ով պարտք եք վերցրել ընդամենը 15-20 օր առաջ։ Այդ 71%-ով վարկը դուք այդ ընդհանրենք վարկառուներին, ովքեր որ տապալել են իրենց վարկային պատմությունը, իրենց վարկային շփումը բանկետ, ինչ եք դրա տեղը տալի բանկերին։ Այդ բանկերն էլ անցյալ տարի մոտավորապես $900 միլիոն մաքուր շահույթ ունեն։ Մաքուր շահույթ։ Այս կարգի գումարներ, այս կարգի շահույթներ հայկական բանկերը երբեք չեն ունեցել։ Ընդ որում վերջի երամսակի նույն տենդենսը ուսումնասիրում եք դինամիկան, նույն ձև կարծես թե շարունակվում է։ Ամբողջ հարցը գիտեք որն է։ Բանկերի նկատմամբ վերահսկողություն չկա, գիտեք ինչ իմաստով։ Կան կանոնակարգեր, դրանք պահպանվում են, որոշակի պահպանվում են։ Վերահսկողություն չկա, որտեղ կենտրոնական բանկը abstravel է ամբողջ process։ Կենտրոնական բանկը բանկերի հետ պետք է զրուցի սահակագնային քաղաքականության շուրջը։ Այն բանկը, որը 24%-ով, 36%-ով վարկեր է տալիս, այդ բանկը հասկանում է, որ ինքը ռիսկերի գոտի է մտնում։ Ինքը հասկանում է, պետք է հասկանա հավանաբար, որ այդ գումարի մի մասը չի վերադարձվելու։ Հիմա սրանք եկել են ասում են, ոչինչ դու տուր, շարունակի այդ նույն ձև տալ, չաշխատող, չվերադարձվող այսպես տոկոսով արդեն ռիսկային, մենք հո գումարը կփոխհատուցենք։ Իհարկե չի լինի։
Այդ 71%-ը որ վարկ են բերել արտասահմանից, չէ՞։ Այդ 71 պարտատոմսերը որ գումարը բերեցին, այս փողը մենք ենք տալու։ Ընդ որում, այն կարգի բարձր է այս գումարը, այն կարգի բարձր, որ եթե նորմալ բնականon լիներ, ընդհանրենք բորսայական, իրական քաղաքականության առաջարկ պահանջարկով լիներ, ոչ թե ինչ-որ մեքենայնություններով լիներ, մենք տարեկան մոտավորապես $26 միլիոն այսպես խնայենք։ Միայն այս թանկության հաշվին հարկատուները, հայ ժողովուրդը $262 միլիոն ավել փող է վճարելու ում եվրոպական, ֆրանսիական, բրիտանական, գերմանական այդ կապիտալիստական մոնոպոլիաներին, որոնք Հայաստան նման աղքատ երկրին վերցրել են ակցիայի մեջ եւ Հայաստանի եւ տնտեսությունը եւ ընդհանրապես մեր պետությունը հրում են դեպի անդունդ։ Սա ֆինանսական անդունդ է, սա բավականին սարսափելի իրավիճակ է։ Այս իրավիճակը հասկանալու համար ես ձեզ ասեմ, մեծ մասնագետ պետք չէ լինել, բայց հաջորդ իշխանությունները, որ սարի հետևում չէ, վստահեցնում եմ ձեզ, հաջորդ իշխանությունը բավականին ծանր խնդրի առաջ կանգնելու։ Բավականին ծանր ժառանգություն է ստանում, այս ժառանգության հետ կապված մենք պետք է լավ տնտեսվարողներ ունենանք, այս նոր կառավարության մեջ այդ նոր տնտեսվարողները պետք է անեն ամեն ինչ, որպեսզի առաջին հերթին զարգացման հորիզոնական այս մոդելը վերջը ջարդենք, գնանք ինովացիոն զարգացման ճանապարհով, գնանք ուղղահայաց խորքային զարգացման ճանապարհով եւ հնարավորություն ունենանք այս պարտքային բեռից ազատվենք։ Մոտավորապես արդեն $13 միլիարդ հասած պարտքը դա մի քար է ծանր, որ կախված է մեր ժողովրդի վզին, մեր պետության վզին, որովհետեւ պարտք միայն սպասարկելով մենք այս տարի մոտավորապես $800 միլիարդ համարյա $2 միլիարդ չափ մենք տալու ենք վերադարձ եւ տալու ենք տոկոսների սպասարկում։ Այս գումարները ահռել են, իսկ այս գումարների հետ կապված այս մեր վերադառնամ զրույցի սկզբում նայեք, երբ որ մենք Թուրքիայի հետ կապված երբ մենք ասենք 77 միլիարդը, մենք ուսումնասիրություն ենք թեթև կատարել։ Եթե այդ գումարը Հայաստանին վերադարձնեն, Հայաստանը հնարավորություն կունենա 2000 հատ դեր ժամանակակից ռուսական Su-35M կործանիչ ունենա կամ 25000 ռուսական արմատա տանկ մոտավորապես $2.5 միլիոն անոց էս գնել մոդիֆիկացիաներ կատարվում են։ Այս կարգի զենք զինամթերք սպառազինություն ունեցող երկրի հետ այն ձև չեն խոսում, ոնց որ հիմա Ալիևի նման այդ չեմ ուզում անուններ հոխորտում։ Շնորհակալ եմ, թեմաները մնացին, ինչպես միշտ շատ թեմաներ ենք նախատեսում, բայց ձեր հետաքրքիր զրույցը հնարավորություն չի տալիս բոլորին անդրադառնալ, որտեղ ուզում եմ ավելի խորքային ամեն թեմայի մասին խոսենք, կարծում եմ հաջորդ զրույցի համար ժամանակ կանադառնանք նաև մյուս թեմաներին, պարոն Կամենդատյան, շնորհակալ եմ շատ հետաքրքիր ու բացահայտումներով լի զրույցի համար։ Շնորհակալ ենք նաև մեզ հետևողներին, հիշեցնեմ երկրորդ կարծիքի տաղավարում այսօր զրուցում էի Հայաքվե նախաձեռնության անդամ տնտեսագետ Հրայր Կամենդատյանի հետ։ Ստեսություն։